Փաստորեն նոր հարկային օրենսգիր, ինչ խնդիրներ է լուծում այս հարկային օրենսգիրքը եւ արդյոք լուծում է թե ոչ։ Եթե չասենք առաջացնում է, դժվար է այս նոր հարկային օրենսգիրքը ասել, որ խնդիր է լուծում։ Իրականում դեռ անցած տարվա վերջեր ես հիշում եմ, որ խոստումներ կային, թե եկամտային հարկը իջեցվելու է եւ հավասարացվելու է շահութահարկին, այսինքն դառնալու է 20%, որը իսկապես տրամաբանական է, որովհետեւ չի կարող մի տեսակի եկամուտ ստացողը հարկվել ավելի շատ, քան թե մեկ ուրիշը։ Սակայն ոչ միայն չի իջացվել, այլև այս պարագայում այն բարձրացվել է միջին խավի, փոքր եւ միջին խավի եւ ձեռնարկատիրությամբ զբաղվող ձեռնարկատիրությունների համար, հա, ֆիզիկական անձանց համար եւ քաղաքացիների համար, վարձու աշխատողների, որոնց դրույքաչափերը ըստ էության 20-26%-ից դարձել է 28%, 120,000 դրամ ավել ստացող մարդկանց համար, ինչպես նաեւ 2 միլիոնի շեմը իջեցվել է 1 միլիոն, այսինքն իջեցվել է 1 միլիոն եւ հարկը դարձել է 33%, եթե այդ ժամանակ 1 միլիոնը հարկվում էր 26%-ով։ Որպեսզի շատ չբարդացնեմ ձեզ համար տոկոսային հաշվարկները, ես կարող եմ ասել հետեւյալը, որ այս օրենսդրությունը, օրենսգիրքը, նոր օրենսգիրքը, որ պատրաստում է մտնել ուժի մեջ եւ հավանության է արժանացել կառավարության կողմից, իրականում խիստ հարվածի տակ է դնում միջին խավի եկամուտները եւ նրանց սպառման ունակությունը։ Երբ որ միջին խավը դեռևս չկայացած ու չկայունացած այս մանատիպ հարվածի տակ է դնում, մենք ունենք վտանգ, որ նա ոչ միայն չի կայանա եւ չի զարգանա, այլև կսկսի ընկնել ցածր շեմ, այսինքն կդառնա միջինից ավելի աղքատ շեմի կիջնի եւ կհասնի։ Իսկ մեր տնտեսության հիմնասյունը պետք է լինի միջին խավը, պետք է լինեն մարդիկ եւ տնտեսություններ, ովքեր կարողանում են իրենց աշխատանքով, իրենց վճարած հարկերի շնորհիվ ապրել Հայաստանում եւ զարգացնել տնտեսությունը իրենց սպառման միջոցով նաեւ։ Եվ համադրելով այս վերջի հայտարարությանը վարչապետը, ես չեմ կարող չնշել այն արտահայտությունը, թե գոտիները ձգելու ժամանակն է եկել, եւ ես ուզում եմ հասկանալ այսում գոտիներն ենք ձգում, եւ ինձ համար շատ տարօրինակ է, որ փաստորեն ստացվում է գոտիները ձգում է միջին խավը, եւ ես ուզում եմ ասել, որ մեր գոտիները վաղուց ձգված էին եւ կարիք չկա նման օրենսդրության փոփոխությամբ եւս լրացուցիչ ձգումներ կատարելու, ժամանակն է, որ իրենց գոտիները ձգեն եւ ապաշնոր կառավարման փոխարեն վերանային այն բոլոր ծախսերը, որոնք որ արդյունավետ չեն եւ որոնք որ չարաշահումներ են իրենցից ենթադրում եւ այն կաշառակերությունը, որ տիրում է մեր պետական մարմիններում, այդ դրա վերանայելու ժամանակն է, քան թե ձգելու միջին խավի գոտիները։ Այստեղ չեմ կարող չավելացնել նաեւ վերջերս նորից նայում էի շահութահարկի հետ կապված խնդիրներ կա, թեպետ տոկոսադրույքը չի բարձրացել, բայց այս նույն օրենսգրքով հիմնական միջոցների մաշվածության ժամկետն է երկարել։ Հաշվապահները կհասկանան եւ նաեւ հարկային մասնագետները, որ սա նշանակում է, որ այլևս հիմնական միջոցներ եւ կապիտալ ներդրումներ կատարողների համար տվյալ տարում հարկը ավելի է մեծացել։ Այսինքն այն գումարները, որ կմնար տնտեսվարողի մոտ եւ կմտներ շրջանառության մեջ, այլևս չի կարող լինել այդպես, որովհետեւ կվճարի ավելի շատ հարկ, քանի որ օրինակ համակարգչային տեխնիկայի մաշվածության ժամկետները 1 տարուց դարձել է 3 տարի, շենքերի եւ շինությունների մաշվածությունը 20 տարուց դարձել է 40 տարի, որը նշանակում է 1 տարվա հարկը, վճարման ենթակա հարկը ավելի մեծ տոկոս գումար է կազմելու։ Ուզում եմ ասել, որ Ինչի եմ այսպես զայրացած ու արտահայտում այս օրենսգրքի հետ կապված, որովհետև մենք անընդհատ խոսում ենք տնտեսություն զարգացնելու, Հայաստանի արտագաղթի աղքատության մասին, բայց այս օրենսդրությունը նպաստելու է նորից արտագաղթի եւ նորից աղքատության աճին, որովհետև մարդիկ, երբ որ սպառման իրենց հնարավորությունները նվազում են, նրանք այլևս դառնում են ավելի աղքատ, քան թե կային։ Իմ մտահոգությունը շատ լուրջ է այստեղ, եւ ես պատրաստվում եմ պայքարել այս օրենսդրության դեմ, մարդկանց պետք է իրազեկել ու բացատրեմ, թե ինչպես է իրենց վրա ազդելու այս օրենքը եւ այսօր էլ արդեն հստակ է, որ վարձու աշխատողների եկամուտները նվազելու են եւ այլևս մարդիկ ապրելու են ավելի վատ, քան թե ապրում են այսօր։ Մինչ հարկային օրենսգրքի ներկայացումը խոսում է, որ հանրային քննարկումների միջոցով է այն կազմվելու, բավարար համարում եք արդյոք այդ քննարկումները եւ արդյոք բոլոր շահագրգիռ կողմերը ներկային եղել այդ քննարկումներին։ Բավարար կարելի է համարել այն դեպքում, երբ որ դա ընդհանրապես տեղի է ունենում։ Իմ խորին համոզմամբ տեղի չի ունեցել նման քննարկում եւ ես աշխատում եմ այնպիսի կազմակերպությունում, որ առաջինից պետք է ներգրաված լինել նմանատիպ քննարկումների մեջ, որովհետեւ ապահովում է վարձու աշխատողների մեծ մասի նաեւ եկամուտ, հա, ինքն իրենից։ Բացի այդ, ես ինքս հաշվապահ եմ մասնագիտությամբ եւ երբեւե որևէ տեղ օրենսդրության քննարկման առաջարկ կամ ինֆորմացիա չեմ ունեցել։ Հիմա հարցը ինչու՞մ է, որ ինչպես մնացած օրենքները, այնպես էլ սա ես ուղղակի գտել եմ կայքերից եւ ծանոթացել եմ
ճիշտ նույն բանը կատարվում էր կենսաթոշակայինի ժամանակ, երբ որ մարդիկ ընդհանրապես տեղյակ չէին, որ իրենցից գումարներ է պահվելու, եւ ըստ մեր պետական մարմինների ասում են, թե կայքում դրված է։ Դա բավարար իրազեկում չէ եւ դա բավարար քննարկման թեմա եւ առիթ չի կարող հանդիսանալ։ Մարդիկ չեն կարող ամեն օր կայքեր թարմացնեն եւ տեսնեն նոր օրենսդրություն չի հայտնվել այնտեղ։ Դրա համար իսկապես բնական է, որ համարում եմ անբավարար, եթե իրանք ընդհանրապես կան հանրային որևէ կարգի քննարկումներ։